Դարձիր լույսի մարտիկ եւ խավարը կնահանջի։ Այս կարգախոսն է որդեգրել Գևորգյան մարտարվեստի դպրոց հայրենասիրական երիտասարդական կենտրոնը։ Իսկ թե ինչն է առաքելությունը, կպարզենք մի փոքր ուշ։ Եթերում մարտիկ հաղորդաշարն է, եւ ձեզ հետ է Վաչե Երիցյանը։ Այս թողարկման ընթացքում մեզ հետ զորամաս են այցելելու հյուրեր, ովքեր ներկայացնում են Գևորգյան մարտարվեստի դպրոց հայրենասիրական երիտասարդական կենտրոնը։ Հենց նրանց հետ էլ այսօր կփորձենք անցկացնել մեր օրը։ Հետաքրքիր ծանոթությունը կարծես թե երաշխավորված է, քանի որ հյուրերի շարքում մեծամասնությունը երեխաներ են, ովքեր առաջին անգամ կծանոթանան զորամասի առօրյային։ Պարոն Գևորգյան, ես գիտեմ, որ դուք հաճախ եք լինում զորամասերում։ Կասեք ինչն է նպատակը։ Զորամասերում նպատակը տարբեր է, սկսած մեր սաներին բերելով, որպեսզի իրենք ծանոթանան զինվորի առօրյայի հետ եւ ընդհանուր առմամբ կենտրոնի գործունեության ընթացքում մենք փորձում ենք բանակ, հասարակություն, ազգ, բանակ գաղափարը ավելի արմատացնելու տարբեր մեթոդներով, տարբեր մոտեցումներով։ Նույն ժամանակ բացի երիտասարդներից մենք շատ հաճախ լինում ենք եւ մի մարտական ընկերների, որը հենց նույն ազատամարտի մասնակիցների միավորում կրթական կառույցը, որը մեր կենտրոնի կից գործում է, մենք փորձում ենք տարբեր մարզումների, դասընթացների միջոցով, այսինքն 6 ամսյա դասընթացները մենք փորձում ենք ժամանակ առ ժամանակ հանդիպումների, միջոցառումների միջոցով փոխանցել։ Բացի դա սպայական անձնակազմից եւ զինվորներ կարողանում են գալ մեր կենտրոն, որտեղ իրենք եւ սովորում են դա, որպեսզի իրենց միջոցով փոխանցվի հենց զորամասերում ծառայության ընթացքում։ Բացի դա նույն շնավարժեցման դասընթացները, որը այսօր շատ կարևոր է նորից սահմանապահ շների հետ դիրքապահ շների վարժեցումը եւ նույն ժամանակ տակտիկական եւ տեխնիկական տարբեր գործողություններ կենթանու միջոցով կատարելու, այսինքն հնարավորություն վտանգից զերծ պահելու մեր զինվորին։ Կենտրոնի ավագ սերունդը թերևս հնարավորություն ունեցել է տեսնելու, թե ինչպես են զորամասում անցկացնում մարտական հերթափոխը, սակայն կրտսեր սերնդի համար այսպիսի արարողությունը ազդարարեց օրվա նոր բացահայտումների սկիզբը։ Բարև ձեզ, պարոն փոխնախագահ։ Բարև ձեզ։ Մարտիկ հաղորդաշարը այցելել է ձեր զորամաս։ Մեր հյուրերն են այսօր Գևորգյան մարտարվեստի դպրոց հայրենասիրական երիտասարդական կազմակերպության սաները եւ իհարկե հիմնադիր Գևորգ Գևորգյանը։ Շատ ուրախ եմ։ Բարով եք եկել մեր զորամաս։ Այսօր մեր զորամասում ներկա պահին այժմ իրականում է մարտական հերթապահության փոխարինման արողակարգ։ Առաջարկում եմ գնանք մասնակից դառնանք մեր մարտական հերթապահության արողակարգին։ Ժողովրդի կողմից ինձստավար պետական սահմանի մարտական դիրքը պատրաստ եմ պաշտպանել ազնվիրաբար պարտավորում եմ սրբորեն կրել հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը Միներս գոհ և խիզախ պատվով կատարել որդիական պարտքը հայրենիքիս եկեղեցուս ընտանիքիս ծնողներիս զինակից ընկերներիս և հրամանատարներիս սերը Արնանդ ու պատիվով հաստակելու համար Աստորնության Զոր հավատքովս Միշտ պատրաստ եմ արդի Անունին Մեր և համայն Հայաստանի ապագայի Երդվում եմ Արդեն երկար տարիներ մարտական հերթափոխը զինված ուժերում դարձել է արարողություն։ Այն ստիպում է զինվորներին առավել մեծ ոգևորվածությամբ բարձրանալ դիրքեր եւ պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Արարողության ընթացքում տղաները գնդերեցի հետ միասին աղոթում են։
ժամանակն է զինվորներին ճանապարհել դեպի մարտական հենակետեր, իսկ հայրենասիրական երգերը կբարձրացնեն հերթափոխն իրականացնող զինվորների եւ սպաների տրամադրությունը։ Միտքը երեխաներինն է եւ հենց իրենք էլ կփորձեն մասնակից դառնալ արարողությանը։ Շարունակելով ծանոթությունները նշենք, որ երեխաների համար նորություն է նաև Զորամասի եկեղեցին։ Պարոն Գևորգյան, ես շատ ուրախ եմ, որ դուք այսօր մեր թողարկման հյուրն եք եւ միանգամից սկսեմ հարցնել կենտրոնից։ Քանի տարի է որ գործում է այս կենտրոնը։ Կենտրոնը արդեն գործում է 2010 թվականից, բավականին շատ մեծ ձեռքբերումներ ունենք։ Ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ հանրապետությունից դուրս մեր կենտրոնը բավականին արդեն մեծ ճանաչում ունի։ Այս մոտ գալիս են ուսանելու տարբեր երկրներից, տարբեր ազգեր եւ արդեն 3 տարվա ընթացքում շուրջ 100 հոգուց ավելի օտար երկրացիներ են եկել ուսանելու հայկական մարտարվեստը, հայկական մշակույթը մարտարվեստի միջոցով։ Պարոն Գևորգյան, անվանումը կենտրոնի կարծես ամեն ինչ պատմում է կենտրոնի մասին։ Քչերը գիտեն, որ այնտեղ երեխաները ավելի հայրենաճանաչ են դառնում եւ հայրենասեր։ Ինչն է գրավականը։ Դեք, երբ որ մենք խոսում ենք կենտրոն գաղափարից, կենտրոնը ընդհանուր առմամբ մարտարվեստ գաղափարը այսօր հասարակության կողմից ոչ այդքան ամբողջական անկարգում, իսկ իրականում մեր կենտրոնը ինքը մի ամբողջական մեծ ծրագիր է, որի մեջ այս համակարգը ինքը հիմնված է մեր մաշտոցյան, մեր հայոց գրի, հայոց լեզվի, հայոց հնչյունաբանության հիմքի վրա, որը եւ մեր տեսակն է, որը եւ մեր մշակույթն է, որը եւ մեր կրոնն է, որը մեր հավատքն է, մեր այդ ամբողջականությունն է, եւ այդ ամբողջը արտացոլվում է մեր մարտարվեստի ամբողջ իր տեսակի, իր պատմության, իր շարժի, իր ձևի մեջ է։ Խոսում ենք բարձր արժեքներից, համատեղում ենք ֆիզիկական ամրակազմության հետ, հետևաբար ինձ թվում է, որ պետք է լինի տարիքային սահմանափակում։ Կա նման բան։ Տարիքը սահմանափակում այն ժամանակ, երբ որ մարդ չի ուզում ոչինչ անի։ Դրա համար մեզ մոտ մինչև 70 տարեկան բոլորի առաջ մեր դռները բաց են։ 4-5 տարեկանից սկսված մինչև 70 տարեկան ու մենք ունենք այդ տարիքի սաներ, որոնք ցանկանում են ուսանել, ցանկանում են սովորել եւ իրենց համար կյանքը դեռ շարունակվում է ու ինչքան որ տարիքում է լինես, ինչքան ավելի ճկուն ես, ավելի երիտասարդ ես։ Իսկ երիտասարդները մեծ սիրով են ընդունում այդ գիտելիքները, որովհետև իրենք շփվում են հենց միանգամից այն մարդկանց հետ, ովքեր այդ ամենը տեսել են, ացել են այդ փորձը, այդ ունակությունները իրենք ձեռք են բերել ոչ միայն թեորիապես, այլ եւ պրակտիկայով իրենց կյանքի ճանապարհի ընթացքում։ Ես սաների խմբում տեսա շատ աղջիկներ, որոնց առաջին հայացքից չտարբերեցի փողոցում քայլող մնացած աղջիկներից, բայց պարզվեց, որ նրանք երկար տարիներ սովորում են ձեզ մոտ։ Ձեր կարծիքով ի՞նչն է նրանց մոտեցնում դեպի հայրենաճանաչմանը եւ դեպի մարտարվեստը։ Չեմ կարող ասել ես ինչն է իրենց ցկում դեպի մեզ, բայց կարող եմ ուրախ լինել, որ նման տենդենսա հիմա արդեն, որ հայ երիտասարդ երեխաները, աղջիկները, տղաները շատ ավելի խորն են փորձում մարտարվեստ գաղափարը անցալելու եւ երբ որ ազգային է բարձրաձայնվում, ազգայինի մասին է խոսվում, իրենք մեծ հպարտությամբ, մեծ ուրախությամբ են գալիս, երբ որ մենք ընտրում ենք փոքրերին, մենք փոքրերին ընտրում ենք ծնողների միջոցով, որպեսզի հասկանանք, պատրաստ ենք մենք արդյոք այդ ծնողների հետ կարող ենք միասին աշխատել, թե ոչ։ Ինչ վերաբերվում է
Մեծերը արդեն գալիս են մեզ մոտ հայտերի լրացումից, այսինքն հայտերը լրացնելուց մենք կարողանում ենք ընտրել։ Իրականում մենք բավականին շատ մեծ քանակությամբ հայտեր ենք ստանում օրական միջին հաշվարկով կարելի ասել 15-20 հայտ ենք ստանում, այսինքն ամսվա կտրվածքով պատկերացրեք ինչքան։ Իհարկե երեխաներին դժվար է ետ կանչել մարզասրահից, սակայն պետք է շարունակել թողարկումը։ Սաների եւ Գևորգ Գևորգյանի հետ մոտենանք հրամանատարին, ով մեզ կներկայացնի իր լավագույն զինծառայողներից մեկին, զորամասի մասին ավելի լայն պատկերացում կազմելու համար։ Պարոն փոխգնդապետ, ձեզ պիտի խնդրեմ, որ ներկայացնեք ձեր լավագույն զինծառայողներից մեկին, ով այսօր մեզ կօգնի շրջել զորամասով եւ ծանոթանալ զինվորական առօրյային։ Սիրով, մենք մոտեցանք այն ստորաբաժանմանը, որտեղ եւ ծառայում է մեր լավագույն զինծառայողներից մեկը։ Շարքային Հարությունյան։ Ինձ մոտ։ Պարոն փոխգնդապետ Շարքային Հարությունյան ներկայացրել ձեր հրամանը։ Բարև Հարությունյան։ Խնդրեմ։ Մեր լավագույն զինծառայողներից մեկը Շարքային Հարությունյանը, որը նաեւ այսօր մարտական հրաձգության դասընթացից ստացել է գերազանց գնահատական։ Շնորհակալություն ձեր թույլտվությամբ շփվենք Շարքային Հարությունյանի հետ, ծանոթանանք։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Վահագ ջան, ողջույն։ Ինչպես տեսար, քո հրամանատարը քեզ ներկայացրեց որպես լավագույն զինծառայող։ Որ ստորաբաժանում ես ծառայում։ Տանկային գումարտակ։ Տանկային։ Քանի ամիս արդեն ծառայում ես։ 10 ամիս։ 10 ամիս արդեն պետք է որ բավականին փորձ ունենաս։ Այո։ Դժվարություն կա։ Դժվարություն կա, սկզբնականից անում դժվարություն, ծառայություն որ գալիս է հարմարություն ես անում, դրանից հետո արդեն հարմարում ես ամեն ինչին ու ձգտում ես որ ամեն ինչ նորմալ լինի, որ մի բանով է դու օգտակար ես քո հայրենիքին, իմանաս մի մասնագիտություն ձեր քեզ բերեն։ Բայց ես ինչպես նկատեցի, հրամանատարդ ասաց, որ դու գերազանց ես ստացել կրակային պատրաստությունից։ Կրակում նորմալ, ձգտում եմ որ ամեն ինչ նորմալ լինի։ Հասկանալի է։ Իսկ հայր, մայր, քույր, եղբայր, Եղբայր մի հատ քույր, հայր մայր։ եղբայրները ծառայել են, Փոքր են ինձանից։ փոքր են։ Խորհուրդներ տալիս ես նրանց ծառայության իմ։ Անպայման։ Տալիս եմ ամեն ինչին ուշադիր լինեն, ծառայությանը լուրջ վերաբերվեն ու հանգիստ նորմալ ակուրատ ծառային իրանց ծառայությանը անցկացնեն որ հասնեն իրանց ծնողներին։ Ամեն անգամ տալիս եմ խորհուրդը, ինչ դժվարություն ես տեսնում եմ իրանց բացատրում եմ որ իրանք չտենան այդ դժվարությունը։ Իսկ քեզ քո ընկերները խորհուրդներ տալիս էին մինչև ծառայությունը։ Տալիս էին, բայց ծառայության գալուց հետո ես հասկացա որ դու պետք է գաս ծառայության որ ամեն ինչ ճիշտ հասկանաս։ Գործածելի չեն խորհուրդները։ Ճիշտ է։ Դու փոքր տարիքում զորամասում եղել ես։ Եղել եմ, երբ որ եղբորս տղեն ծառայում էր, եղել եմ զորամասում, գնացել եմ, տեսել եմ ու դուր էր գալիս ինձ ծառայությունը։ Միշտ ցանկանում եմ որ գայի ծառայի։ Ցանկությունս մեծ էր որ ծառայի տանկային գումարտակում, հիմա իրականացավ իմ ցանկությունը։ Բնականաբար հետաքրքրությունը այն ժամանակ ավելի շատ էր։ Իսկ հիմա չի քչացել հետաքրքրությունը ծառայության նկատմամբ։ Չէ, ավելի շատացել ծառայության նկատմամբ հետաքրքրությունս։ Լավ, իսկ ծնողներդ ինչպես են արձագանքում քո տանկիստ լինելու գաղափարին։ Շատ նորմալ, լավ։ Իրանք էլ են ուրախացել որ ես տանկիստ եմ։ Քաղաքացիական կյանքում Վահագ ինչ մասնագիտություն ես ունեցել։ Մասնագիտություն չեմ ունեցել, միջնակարգ դպրոց վերջացնելուց հետո եկել եմ բանակ, բանակից հետո մի բան կմտածեմ։ Այսպիսի կարծիք կա, որ զինվորը պետք է գա բանակ հենց իր տարիքին։ Ավելի ուշ ցանկալի չէ։ Համաձայն ես։ Համաձայն եմ դրա հետ։ Քո սեփական փորձից։ Համաձայն եմ դրա հետ, որ զինվորը պետք է իր տարիքին գա ծառայության։ Իր տարիքից ընկերների հետ ծառայի, որ ճիշտ իրար հասկանա։ Իսկ ընկերուհի ունես։ Ոչ։ Չունես։ Դժվար է բանակից շփվել ընկերուհու հետ, դրա համար չունես։ Այո։ Կարելի է տենց պատասխանել։ Նպատակներ կան։ Կան։ Այսպիսով զորամասում մեզ ուղեկցելու է Շարքային Վահագն Հարությունյանը, բայց ինչպես տեսնում եք, շրջայցը շարունակելու համար ստիպված ենք սպասել։ Պատճառն այս անգամ զենքերի հանդեպ երեխաների հետաքրքրությունն է։ Այսպես առաջ իստիր, մոտավորապես, այսպես հետ է։ Ու արագ, ինչքան կռնաս շուտ։ Այս ողոքին երկարներով էի անում։ Որովհետև մարտի ժամանակ դու շատ քիչ ժամանակ ունես լիստավորելու, քան որ դու օգնական չունես։ Օրինակ ինչ սովորեցիր այսքան ժամանակվա ընթացքում։ Սովորեցին այս զենքը քանդեմ, այս զենքանում։ Դու փորձել ես, թե քեզ ընդամենը ցույց են տվել։ Ցույց են տվել ընդամենը։ Հետո էսի է։
Առաջին անգամ որ զենք ես քանդում։ Էլ եմ քանդել դպրոցում, բայց ավտոմատ էր։ Երեխեք ինչ եք անում։ Մի փոքր կբացատրեք ինչ եք անում։ Մի հատ բաց։ Այդ մագազինը դու Ես փորձում եմ պատրոն Սկսենք լեցել է։ Փամփուշտները։ փամփուշտները դատարկել։ Զենքի հետ շփում ունեցել ես։ Պապիկիս ու հոպարս որսորդեն իրանց զենքով ես Լավ։ ապրում։ Իսկ ձեր մեջ կան տղաներ, ովքեր առաջին անգամ չի որ շփվում են զենքի հետ։ Ես 10-րդ դասան եմ, 8-րդ դասայից նախնական զինվորական պատրաստություն եմ ասնում, ես շփում ունեցել եմ, էլի։ Ուղղակի մի քիչ չեմ կարողացել քանդել, էլի, պիտի սովորեմ։ Սվետլանա ջան, ինչ եք սովորում հիմա։ Սովորում թե ինչպես նշանակել բռնել ճիշտ։ Առաջին անգամ ես փորձում։ Այո, իսկական զենքեր դա առաջին անգամ։ Ինչ ես տեսնում։ Իմ թիրախին։ Իսկ առաջին հայացքից հեշտ է սրանով կրակել, թե չէ։ Առաջին հայացքից հեշտ է, բայց երբ որ փորձում ես կրակել, այդ դժվարությունները շատ են հայտնվում։ Հետաքրքրություն կա նման զենքերի հետ կապված։ Բավականին։ Իսկ ծառայության հետ ընդհանրապես։ Ծառայություն դա է։ Եթե օրենք լիներ, որ աղջիկները պետք է ծառայեն, դու ինչպես կվերաբերվեիր։ Մեծ այժիկով կծառայի։ Վերջապես կարելի է շարունակել շրջայցը, սակայն այստեղ էլ ստիպված ենք կանգ առնել եւ պարզել, թե ինչն է զինվորների եւ դպրոցի սաների հավաքվելու պատճառը։ Ռոմեն ջան, ինձ կասես դանակ նետելու գաղտնիքը։ Ինչի համար քեզ մոտ ստացվում, ոմանց մոտ ոչ։ Մարզվելով հայկական Գևորգյան մարտարվեստի դպրոցում ես հասկացա, որ հարվածները, ինչպես նաև դանակի նետումը, դանակը նետելու ժամանակ պետք է իրան մինչև վերջ ուղղորդել։ Ու ձեռի ուղղորդիչ շարժումով մինչև նշանակետին ուղղված պետք է դանակը տանել։ Ես փորձեմ նա պրակտիկ ձեզ ցույց տալ, հա։ Վերցրեցինք դանակը։ Այսինքն կապ ունի թե ինչպես ես բռնում դանակը, հա։ Իհարկե, կապ ունի ինչպես ես բռնում ձեռքիդ աշխատանքը, փափուկ աշխատանքն է, ուղղորդով, ոնց հարվածն ես անում ուղղորդով, ինչքան վեկտորային է ձեռքդ, ինչքան վեկտորային է շարժումդ, այնքան ինքը ավելի ամուր եւ ուղղորդիչ է լինում։ Դրա համար ստացվում է իմ մոտ, իսկ տղաների մոտ մի քիչ կա լարվածություն, բայց ոչինչ։ Բայց աշխատանքի ընթացքում կստացվի։ Իհարկե, աշխատելով ու նաեւ զգալով աշխատելով Գևորգյան մարտարվեստի համակարգով, ինձ թվում է, որ բոլորի մոտ էլ անհնարին է հայի մոտ չստացվի ինձ։ Ի տարբերություն երեխաների մենք չենք մոռանում քաղցի մասին։ Ուստի միանանք շարքին եւ գնանք ճաշարան։ Դուք երբևիցե եղել եք զինվորական ճաշարանում։ Ոչ։ Չեք օգտվել։ Միայն այսօր։ Այսօր կլինեք։ Պարոն Գևորգյան, երկար ժամանակի ինչ եք եղել զինվորական ճաշարանում։ Ապրիլյան ամիսներից հետո չեմ եղել, բայց քանի որ մենք որ հաճախ ենք հանդիպում մենք զորամասերում, պատիվ է միշտ գտնվել զինվորի կողքին, զինվորի հետ կիսել այդ կտոր հացը։ Իսկ այսպիսի կարծիք կա, որ զինվորական ճաշատեսակները առողջության համար նպաստավոր են։ Ինչ կասեք, կա նման բան։ Յուրաքանչյուր կերակուրը, որը այսօր ինձ իրականում բանակում նախատեսում է զինվորի համար, բավականին ինքը լի է կալորիաներով եւ շատ մեծ տարբերություն կա տարիների ընթացքում, ինչքան մեծ տարբերություն կա այսօր սննդի հետ կապված։ Ես վստահ եմ, որ այսօր նույն հայ զինվորի մայրը, ծնողը ինքը հստակ արդեն գիտի, որ իր տղան բանակում սննդի խնդիր չունի։ Լավ, ես ձեզ չխանգարեմ, դուք վայելեք ճաշատեսակը։ Վահագն ջան, տեսքով շատ նման է տնականին։ Համաձայն ես ինձ հետ։ Տեսքով շատ նման է տնականին, բայց համով մի քիչ այնչի չեմ կարող ասեմ նման է տնականին, քանի որ ծնողը դա սարքում ուրիշ է։ Կարոտել ես տան ճաշերին, մայրիկի եփած ճաշերին։ Չէի կարող, չկարող, դե որ 10 ամիս աստե ծառայում եմ, 10 ամիսա չեմ կերել տնական սարկասին, մորս ուտելիքներին։ Ինչ կասեք, պարոն Գևորգյան։ Իրականում շատ համեղ է ու բարեխորշակ բոլորիս։ Ճաշարանում մեզ համար կարծես թե ամեն ինչ պարզ է։ Ժամանակն է Վահագնի ուղեկցությամբ բարձրանալ ննջարան։ Վստահ ենք, որ այստեղ եւս երեխաները կգտնեն իրենց հետաքրքրությունը։ Կքնեիր նման մահճակալների վրա օրինակ։ Այո, մեծ հաճույքով։ Բայց ասում են չոր են։ Ես իմ համար կապ չունի։
Իսկ որ հարկում ավելի շատ կուզեիր քնել, առաջին թե երկրորդ։ Երկրորդ։ Լավ, գնանք ավելի մանրամասն, հա, ուսումնասիրենք։ Դուք որ հարգում եք քնել։ Երկրորդ։ Իսկ դուք ուզեիր առաջին հարգում քնել թե երկրորդ։ Տարբերություն չկա, երկրորդն էլ հարմար է։ Երեխեք իսկ գիտեք պահարանների մեջ ինչեր են պահվում։ Պահվում են անհրաժեշտ պարագաները, օրինակ ատամի պաստա, սապոն, սրբիչ, հիգիենայի պարագաներին խոսք։ Երեխեք իսկ սենյակը ինչի եք նմանացնում։ Երբևէ սենց բան որտեղ եք տեսել։ Ճամբարում։ Եղել ես ճամբարում։ Այո։ Էլի երկու հարկանի մահճակալներ։ Այո։ Որ հարկում ես քնել։ Առաջին։ Ամենաշատը սենյակում ինչ է հետաքրքրես ձեզ։ Բոլոր տնբշկաններին կային աղոթագրքեր։ Առաջ։ Անպայման։ Կարդում եք գրքերը։ Կարդում եմ։ Դուք գրքեր սիրում եք կարդալ։ Իհարկե։ Ինչ տեսակի գրքեր։ Դե ավելի շատ հայրենասիրական։ Ժամանակն է դիմել հրամանատարին շարքային Վահագն Հարությունյանին հաղորդման շրջանակներում արձակուրդ տրամադրելու համար։ Դե ինչ, Վահագնի համար երկար սպասված արձակուրդը տրված է, իսկ մենք կարող ենք ճանապարհ ընկնել։ Մենք դեռ փոքրուց մի սիրել ենք հաջություն, ինչ էր որ լինի չենք հանդուրժի պարտություն, ուրեմն առաջ սարքենք թմբուկ հաղթական։ Թողարկումը շարունակվում է այնպես, ինչպես սկսել էինք։ Կարելի է ենթադրել, որ նույնիսկ երկար ճանապարհը չստիպեց երեխաներին հոգնել, ուստի նույն ոգևորվածությամբ ուղևորվենք Վահագնի նշած հասցեով։ Ինչպես Գարեգին Նժդեհն է ասում, հայրենիք ստեղծել նշանակում է բեկոր առ բեկոր պատմականացնել, իմաստավորել իր երկիրը։ Իսկ մեզ մնում է միայն վստահել, որ հայրենիքը գտնվում է ուժեղ, ամուր եւ հուսալի ձեռքերում։ Ծառայում է Հայաստանի Հանրապետությանը։ Յանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն պատիվս ինձ, զենքս որ դուրս սկսերս մայրերին կտամ։ Ապարտայած բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, բիբլիական մասիսի պես, դուք միշտ հզոր հայոց բաներ պատիվ ունեմ։